Լոռու հեռուստաընկերության եթերը շարունակում է անդրադարձ լրատվականը, բարև ձեզ, նախ առաջարկում եմ ծանոթանալ մեր այսօրվա թողարկմանը տեղ գտած նորությունների գլխագրերին։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Գյուղատնտեսության միանգամից 3 փոխնախարար ազատվել են աշխատանքից։ Հայաստանի Հանրապետության արտահայտության նախարար Արփեն Հովհաննիսյանը հունիսի 10-ին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին։ Վանաձոր-Ալավերդի ճանապարհը վաղուց արդեն պատուհաս է դարձել բոլոր երթևեկողների համար։ Սա M6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածն է։ Այն իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Այնպիսի տպավորություն է, որ այս ճանապարհահատվածին երբևէ գոնե փոսալցման աշխատանքներ չեն իրականացվել։ Հետաքրքիր է, այս ճանապարհով միայն հասարակ քաղաքացիներն են երթևեկում, երբևէ որևէ պաշտոնյա այստեղ կորցրել է իր մեքենայի անիվները եւ դա արդյոք չի դարձել մտահոգության առիթ։ Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը Լոռու հեռուստաընկերության մամուլի սրահում կազմակերպել է տեղեկատվական հանդիպում։ Բողոքում են Վանաձոր քաղաքի Դեմիրճան հասցեի բնակիչները։ Համատությունը եմ զանգում պարտ կմուծեք որ գանք վերանորոգենք։ Ջնուղ եմ զանգում ասում պետք է թեժգից զանգեմ Լոռի ասում ինձ մի վախացին զանգի ուր ուզում ես ոչինչ չեմ անում։ Երևան-Բաթումի արագընթաց մարդատար գնացքը կգործի հունիսի 15-ից։ Հայաստանի գրողների միության անդամների շարքը համալրվել է եւս 3 անդամով։ Հայաստանի մանուկների հիմնադրամ բարեգործական կազմակերպության կողմից Դսեղ համայնքում կազմակերպվել էր միջոցառում նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Հունիսի 8-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում կայացել է գեղանկարիչ Արտյոմ Բասենցու «Ինձնից մինչև ես» խորագիրը գրող անհատական ցուցահանդեսը։ Նախ պաշտոնական լրատվություն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Հրամանագրում մասնավորապես ասվում է. ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով որոշում եմ Արմեն Գևորգյանի նշանակել ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Գյուղատնտեսության միանգամից 3 փոխնախարար ազատվել են աշխատանքից, իսկ նրանց հաստիքները կրճատվել են։ Մանրամասներ Ազատություն TV-ի գործընկերների տեսանյութում։ Այսօր աշխատանքից ազատվել են միանգամից 3 գյուղատնտեսության փոխնախարար, իսկ նրանց հաստիքները կրճատվել են։ Նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղինյանը եւ տեղակալներ Սամվել Գալստյանը եւ Գառնիկ Պետրոսյանը վաղվանից արդեն աշխատանքի չեն գնա։ Նախարարության լրատվական ծառայությունից հավելյալ մանրամասներ չհաջողվեց ստանալ, թե ինչու օրինակ նախարարությունը մինչ օրս ուներ 5 փոխնախարարի հաստիկ, եթե առանց նրանցից 3-ի բնականon աշխատանքը չի խաթարվի։ Լրատվական ծառայությունից միայն տեղեկացանք մեջբերում Նախարարն աշխատելու նախապատվություն է տվել երիտասարդ կադրերին։ Կառավարությունում հաստիքների կրճատումից ավելի ակտիվ շարունակվում է ծառայողական մեքենաների կրճատումը։ Առաջարկվում է կառավարության աշխատակազմին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցները տեղափոխել պետական գույքի կառավարման վարչություն օտարման նպատակով, պետք է հիշեցնեմ մի քանի նիստ առաջ մենք արդեն տրանսպորտային միջոց փոխանցել ենք, սրանք լրացուցիչ միջոցներ են, որ փոխանցում ենք։ Կան հարցեր։ Դեմ կարծիքներ, թե չկհաստատում են։ Այսօր կրճատված 15 մեքենաներից մեկն 80-ականների, մյուսն 90-ականների Mercedes է, 10-ից ավելին ռուսական Gaz 3110։ Բյուջեի պլանավորմամբ զբաղվող ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի խոսքով վարչապետի հանձնարարությամբ արվող հաստիքների եւ մեքենաների կրճատումը բյուջեի ծախսերի տեսանկյունից մեծ խնդիր չի լուծի։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ դա այդ ակնկալիքը մեքենաների կրճատումը ինքը շատ ֆինանսական տեսակետից ինչ-որ ավելի շատ բարոյական խնդիր է։ Պավել Սաֆարյանն ասաց, գյուղատնտեսության նախարարության օրինակով իրենց գերատեսչությունում փոխնախարարների կրճատում չի սպասվում։ Գյուղնախարարության հարցերը լուծումը գյուղնախարարը կախված իր առջև դրված խնդիրներից եւ այն արդյունավետությունից, որ իրան սպասարկում են։ Իրենից սպասում են, եթե ինքը կարող է կրճատել փոխնախարարների եւ դա աշխատանքի վրա չազդի եւ այդ արդյունավետությունը դա գյուղնախարարի խնդիրն է։ Ընդհանուր առմամբ Սաֆարյանը վստահ է բյուջեում ավելորդ ծախսեր չկան։ Փորձագետ Ստեփան Սաֆարյանը մինչդեռ այլ կարծիքի է։ Նա ավելացնում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության վերջին քայլերը կոսմետիկ բնույթ են կրում։ Արդյունքում մենք ունենք Վերին Աշճանի ծանրաբեռնված հասարակության համար բեր դարձած կառավարման
համակարգ, ոչ միայն կենտրոնական կառավարության մակարդակով, այլ նաև տեղական ինքնակառավարման մակարդակով, եւ որի արդյունքում ըստ էության ստացվել է, որ Հայաստանը ավելի անհամեմատ եւ անհամաչափ մեծ բյուրոկրատական ապարատ ունի, սկսած քաղաքացիության, հանրային ծառայության շերտից վերջացրած ուրեմն բարձրագույն մակարդակներով եւ դա որևէ տնտեսական կամ կառավարման կամ այլ ուրեմն գիտության տեսանկյունից որևէ հիմնավորվածություն չի ունեցել։ Լուրջ բարեփոխումների փոխարեն ըստ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարի կառավարությունը պարզապես հնամաշ մեքենաներն է կրճատում։ Ըստ էության հասարակության ճնշումը ապրիլյան պատերազմից հետո նկատելիորեն ազդել է կառավարման համակարգի վրա, իշխանությունները հասկանում են, որ ինչ-որ մի բան պետք է անեն, մի կողմից նկատելի է, որ նրանք շատ խոշոր եւ արմատական քայլերի չեն դիմում եւ չեն էլ դիմելու, ի նկատի ունեմ շատ արմատական վերանայումներ կառավարման համակարգի եւ ստիպված են, ասենք, բավարարվել կոռուպցիայի դեմ պայքարի համակարգի օպտիմալացման այսպիսի կոսմետիկ դրսևորումներով։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 10-ին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին, որտեղ քննարկվել եւ հաստատվել է առաջին ընթերցմամբ ընդունված ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքը։ Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել կարծիքի համար եւ ելույթում անդրադարձել Վենետիկի հանձնաժողովի ամբողջովին ընդունված օրենսգրքում իրացված առաջարկներից առավել առանցքայիններին, միևնույն ժամանակ ներկայացրել նաև չընդունված առաջարկությունների հիմնավորումները։ Վանաձոր Ալավերդի ճանապարհը վաղուց արդեն պատուհաս է դարձել բոլոր երթևեկողների համար։ 92 կիլոմետր երկարությամբ միջպետական ճանապարհը հայտնվել է ծայրահեղ անբարեկարգ վիճակում։ Սա M6 միջպետական ճանապարհի Վանաձոր Ալավերդի ճանապարհահատվածն է։ Այն իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Այնպիսի տպավորություն է, որ այս ճանապարհահատվածին երբևէ գոնե փոսալցման աշխատանքներ չեն իրականացվել։ Հետաքրքիր է, այս ճանապարհով միայն հասարակ քաղաքացիներն են երթևեկում, երբևէ որևէ պաշտոնյա այստեղ կորցրել է իր մեքենայի անիվները եւ դա արդյոք չի դարձել մտահոգության առիթ։ Այս ճանապարհով ամեն օր երթևեկող վարորդները ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ 92 կիլոմետր երկարությամբ միջպետական ճանապարհի այս հատվածով Վրաստանից եւ դեպի Վրաստան ուղևորվում են հարյուրավոր բեռնատարներ, որոնց варորդները չգիտեն, արդյոք ողջ կմնան այս տարածքով анցնելիս։ Каждый через день я проезжаю сюда, я туда, не говорите, мучаемся. Я там Ինչքան ժամանակավոր երթևեկում եք ու այս վիճակը տեսնում եք։ Այս ճանապարհը նույնիսկ մասան ընդհատել է սա։ Ոնց կանալ լավ բաներ։ Երթևեկություն է, մեքենաները կոտրեմ, ջարդվում, չգիտեմ ով է ստրատերը։ Հայաստանի Հանրապետություն ներմուծումների, արտահանումների, ինչպես նաև տեղական բեռնափոխադրումների համար Վանաձոր Ալավերդի Վրաստանի սահման միջպետական ճանապարհը ռազմավարական նշանակություն ունեցող միջանցք է։ Այն Հայաստանը կապում է Վրաստանի Սևծովյան նավահանգիստների, ԱՊՀ, Եվրոպայի եւ այլ երկրների հետ։ Սակայն այն ճանապարհաշինական ոչ մի նորմի չի համապատասխանում։ Երթևեկելի մասի լայնությունը չի բավարարում միջպետական ճանապարհի նորմերին։ Վանաձորի եւ Ալավերդու միջև ընկած հատվածում կա նաև շատ կթուղ բոլորաններով հատված, որը վտանգավոր է բեռնված փոխադրամիջոցների համար։ Ճանապարհի երկայնքով գոյություն ունի 40 կամուրջ եւ 3 կարճ թունել։ Իդեպ ամենավատ թարվիճակում գտնվում է հատկապես երկրորդ թունելը, որի բարձրությունը եւս չի համապատասխանում ստանդարտներին։ Թունելներում բացակայում են անվտանգության միջոցները, լուսավորությունը եւ այլն։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության ու Եվրոպական ներդրումային բանկի համատեղ մշակած M6 Վանաձոր Ալավերդի Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրով նախատեսվում է վերանորոգում, սակայն մինչեւ այդ ով պետք է գոնե տարրական փոսալցում
կառուցում իրականացնի։ Այս տարածքում որևէ վարորդ չի հիշում, որ երբևէ բարեկարգման աշխատանքներ իրականացված լինեն։ Վրացի վարորդներից մեկն այնքան էր վրդոված, որ մեքենայից իջնելով ուղերձ ցեղեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Я буквально еду 90 километров в течение 3 часов. 90 километров проезжаю. Дороги находятся в катастрофическом состоянии. Беспризорно все. Ничего нету, ни грамма асфальта нет на дороге. Это не очень некрасиво. Я вот приехал из России через Грузию, да? Это не визитная карточка страны, это элементарных дорог. Их просто отсутствует здесь. Передайте вашему правительству. Էմինե Զարմանյան, Ելենա Սաքանյան, Լորի հեռուստաընկերություն։ Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը Լորի հեռուստաընկերության մամուլի սրահում կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում մարզային եւ համայնքային ներկայացուցիչների, ձեռնարկությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ։ Մանրամասները առաջարկվող տեսանյութում են։ Վանաձորում կայացավ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման եւ արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրներին առնչվող սեմինար խորհրդատվություն, որին հրավիրված էին մարզպետարանի, քաղաքապետարանի, գյուղական եւ բիզնես ոլորտի, ինչպես նաեւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները խոսեցին իրենց կողմից մշակված ֆինանսական օժանդակության մեխանիզմներից, դրանց իրականացման եղանակներից եւ արդյունավետությունից։ Հիմնական ուղղվածությունը մեզ մոտ լինելու է արտահանման խթանման գործիքները ներկայացնել գործարարներին, այդ թվում նաև export help desk կոչվող գործիքն է, որը շատ օգնում է, դյուրինացնում է արտահանման process-ի մասին տեղեկատվությունը գործարարներին, ուղղակի շատ դեպքերում մարդիկ ծանոթ չեն, որ նման գործիքներ կան, նման աջակցության ծրագրեր կան, միաժամանակ նպատակ ենք հետապնդում նաև գործարարներից հավաքագրել իրենց խնդիրները, իրենց հուզող հարցերը եւ երկխոսության միջոցով փորձենք հասկանանք տեղում ինչին կարող ենք օգնել, տեղում պատասխանել, եթե ոչ, ապա ապագա ծրագրերը գալիք միջոցառումները ուղղել արդեն կոնկրետ այդ խնդիրների իրականացմանը, լուծմանը։ Սևակ Ապուջանյանը նշեց, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հիմնադրամն արդեն մեկնարկել է մարզերում տեղեկատվության տրամադրման ծրագիրը, որի նպատակն է գործարարներին փոխանցել ինչպես հարկային օրենսդրական, այնպես էլ արտահանման եւ միջազգային բիզնեսի հետ առնչվող թույլատրելի եւ օրենքով ամրագրված փոփոխություններ։ Վանաձոր քաղաքում անցկացրեցինք հարկային օրենսդրությունների փոփոխությունների վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրում, ընտանեկան բիզնեսի հետ կապված հարցերի պարզաբանում, այսօրվա հանդիպման նպատակն է եվրոպական երկրներ ապրանքի արտադրանքի արտահանման վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրում։ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին Եվրոպական հանձնաժողովի հետ Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց ձեռնարկությունների եւ փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը։ Կարեն Ազարյանը նշեց, որ Հայաստանում արտահանումների 80%-ը կատարվում է խոշոր ընկերությունների կողմից եւ միայն 20%-ն է, որ բաժին է ընկնում փոքր եւ միջին ձեռնարկություններին։ Երկրի տնտեսության զարգացման գործում նաեւս կարեւորեց մանր ու միջին ձեռնարկատերերի գործոնը, որոնց արտադրանքը թե մրցակցային եւ թե որակական առումով առանձին դեպքերում անգամ ավելի որակյալ է, քան խոշոր տնտեսվարողներինը։ ԲՄԶ-ակը ստեղծված է նրա համար, որ վերցնի տնտեսվարողին ձեռքից, տենց կոպիտ ասած, ու այդ ճանապարհը միասին հասցնի եւ բարապես ուզում եմ ձեզ քաջալերեմ, որ մտածեք դրա մասին։ Այս միջոցառումը տալիս այն հնարավորությունը, որ մարդիկ, որոնք երբևիցե չեն էլ մտածել, տեղեկություն չեն ունեցել, որ ստանան նախ տեղեկատվություն, մտածեն եւ դիմեն ու լինեն հաջողակ։ Բոլորիս նպատակը նա է, որպեսզի Հայաստանում իրոք զարգանա այս ձեռներեցությունը եւ արտահանման որ տնտեսությունը կարողանա ստանա զարգացում։ Թերմինե Երանոսյան, Կամո Ծատուրյան, Լորի հեռուստաընկերություն։ Հերթական ահազանգը Լորի հեռուստաընկերության թեժ գծին ստացվեց կրկին Դեմիրճան հասցեից, այս անգամ խնդիրը ոչ թե տանիքի հետ էր կապված, այլ անբարեկարգ խողովակների։ Լորի հեռուստաընկերության թեժգծի նահազանգ էր ստացվել Դեմիրճան 14-1 հասցեից։ Երկար ժամանակ է խցանված է ջրատար խողովակը, որի պատճառով Մանյակ Դավթյանը կենցաղում հանդիպում է մի շարք դժվարությունների։ Ծորակից հոսող ջուրը չի ներքաշվում, հաճախ են եղել դեպքեր, երբ բարձրացել է թափվել հատակին։ 2000 թվականից եկել ենք այս շենքը, այս խնդրը կա։ Ունիտազն Սարենյանն խոհանոցը, ունիտազը խոհանոցը։ Բժշկի գնալու փոխան ճանապարհից հետո եկել, որովհետև ամուսինս ոչ մի բանի վիճակի չի, հետո եկել, որ ջուրը թափեմ։ Համատյությունը եմ զանգում ասում, պարտ կմուծեք, որ գանք վերանորոգենք,
Ջրմուղ եմ զանգում, ասում եմ պետք է թեժգից զանգեմ, լորը ասում է ինձ մի վախացնի, զանգի ուր ուզում ես, ոչինչ չեմ անելու։ Տանտիրուհին խնդիրը բարձրացրել է ջրմուղում եւ համատիրությունում, մերժվել է։ Ջրմուղում հայտնել են, որ խնդիրն իրենց իրավասությունների մեջ չի մտնում, իսկ Մոնթե համատիրությունը պայճառաբանել է 52,000 դրամ կուտակված կոմունալ վճարումների պարտքը։ Տիկին Մանյակը պատրաստվում է վճարել պարտքը աշխատանքը տեսնելուց հետո միայն։ Արդեն մի 10 տարի է, մեր շենքի վիճակը էսա։ Ունիտազից ես ջուրը դուրս գցեմ, ամուսինս շենքի մի քանի բնակիչներով վերանորոգեցին, որի դիմաց մենք ոչ մի փոխհատուցում չենք ստացել։ Վարձը տենց մինչև հիմա էլ պարտքը մեր վրա մնա չեմ էլ մուծելու։ Մինչև այս հարցերը չլուծեն, ոչ մի կոպեկ չեմ մուծ։ Հիմա էլ խոհանոցն է, ամբողջ խոհանոցի ջուրը թափում է մեր տուն։ 20 օր Ռուսաստանից եկել են, 20 օր մենք ինչ որ մի բանով զբաղվելու փոխարեն ջուր ենք թափում։ Ես տարյուկեսը չեմ մուծել, այստեղ չեմ եղել, բայց ես պարտավորվում եմ մուծեմ, եթե ինձ նորմալ սպասարկեն, բայց ոչ մի բան չեն անում, ինչի համար մուծեմ։ Շենքի կոյուղին հաճախակի խցանվում է, քանի որ տարիներ շարունակ խողովակները նորով փոխելու ուղղությամբ աշխատանքներ չեն տարվել։ Նշեց բնակչուհին, հավելելով, որ եթե 52,000 դրամը բավարար էր, հարկը վճարելու փոխարեն կփոխեր խողովակները։ 52,000 դրամով ես ի վիճակի եմ պատվալի այդ բոլոր խողովակները փոխեմ, իհարկե ոչ։ Հերմինե Այվազյան, Կամոց Ատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։ Եթե ոտնահարվել են ձեր իրավունքները, դիմել եք պատկան մարմիններին եւ մնացել անարձագանք, զանգահարեք Լոռի հեռուստաընկերության թեժ գծի ամփոփող հեռախոսահամարին 20524 կամ այցելեք Բաթումի 10 երկրորդ հարկ Լոռի հեռուստաընկերություն։ Ավարտվել են Վանաձոր Տիգրան Մեծի պողոտայի հին աղբատուփերը նորերով փոխարինելու աշխատանքները, պողոտայի երկայնքով 100 նոր աղբատուփեր արդեն շահագործվում են քաղաքացիների կողմից։ Հին աղբատուփերը նորով փոխարինելու աշխատանքները Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում սկսվել է մայիսի 31-ից։ Քաղաքապետարանի հայտարարած մրցույթը 2,586,000 դրամով շահել է MDH սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Նախահաշիվային արժեքը եղել է 3 միլիոն դրամ։ Տեղադրվել է ընդհանուր թվով 100 աղբատուփ, որից 95-ը Տիգրան Մեծ պողոտայում, 25-ից 40 մետր հեռավորության վրա, 5-ը Միասնիկյան փողոցահարող տարածքում։ Հին աղբամանները, որոնք արկական կիսամաշ, փչացած, ծռված եւ այլ, նրանք հանում հավաքում ենք եւ վերանորոգումից հետո մենք տեղադրենք այլ փողոցների վրա։ Եվս 50 մեծ աղբարկղ բաժանվել է աղբահանության 6 գոտիները սպասարկող տարբեր կազմակերպությունների։ Մրցույթի նախահաշիվային արժեքը եղել է 5 միլիոն դրամ։ MDH սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն այն շահել է 3,347,000 դրամով։ Արդեն բնակչությունը սովորել է, բազմիցս անգամ շնորհակալություն են հայտնել մեզ, որ նման, ասենք, աղբամաններ ենք տեղադրում։ Վանաձորի քաղաքապետի եւ ավականիների համատեղ որոշմամբ կենցաղային աղբի վճարը 2016 թվականի հունվար ամսից բարձրացավ 50 դրամով մեկ անձի համար կազմելով 200 դրամ։ Ինչ դրական տեղաշարժ են տեսնում վանաձորցիները կապված քաղաքի մաքրության հետ։ Դրական որևէ տեղաշարժ ես չեմ նկատել, չեմ կարող այլ բան ասել, որովհետեւ ես միշտ եմ զարմացել, իսկ ինչու են ավելացրել, եթե ես չեմ տեսնում պակաս աղբի։ Կենտրոնական փողոցը հնարավորինս իբր մաքրում են, բայց էլի աղբը կա մեր ժողովուրդը մի քիչ իրոք նորից եմ կրկնում, ցավ եմ ապրում, որ մեր ժողովուրդը փնթի է, բայց մենք չէ որ փնթի ազգ չենք։ Հիմիկ ավելի շատ մաքուր է, քան թե առաջ։ Ճիշտ ասած փոփոխություն չեմ տեսնում։ Բոլորին էլ հաճելի է որ քաղաքը ավելի մաքուր եղնի։ Այդ բոլորին համար ավելի լավ է։ Ոնց որ քուտուն ես բան ու քաղաքը։ Ոչ մի փոփոխություն չեմ տեսնում։ Ինչ կան մինը գնում եմ, մենակ մեր գումարն անտեղի գնեմ։ Այնքան թոշակ չես տանում, ինչքան որ վարձերին ու աղբի ու ջրի ու ես միջերի ես սարից։ Հերմինե Այվազյան, Կամոց Ատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։ Այժմ հակիրճ այն նորությունների մասին, որոնք առաջարկում ենք դիտել հաջորդ թիվ։ Երևան-Բաթումի արագընթաց մարդատար գնացքը կգործի հունիսի 15-ից։ Հայաստանի գրողների միության անդամների շարքը համալրվել է եւս 3 անդամով։ Հայաստանի մանուկների հիմնադրամ բարեգործական կազմակերպության կողմից Դսեղ համայնքում կազմակերպվել էր միջոցառում նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Հունիսի 8-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում կայացել է գեղանկարիչ Արտյոմ Բասեցու «Ինձնից մինչև ես» խորագիրը գրող անհատական ցուցահանդեսը։
Վանաձորի ավտոկայանից տեղեկացնում են, որ Երևան-Բաթումի արագընթաց մարդատար գնացքը կգործի հունիսի 15-ից մեկնակայանի պետ Արմեն Ղուլինյանի փոխանցմամբ քաղաքացիներն արդեն կարող են տոմս ձեռք բերել, օգտվել զեղչային համակարգից։ Գնացքի վագոնները վերանորոգված են եւ հարմարավետ ճամփորդելու համար։ Հունիսի 15-ից կգործի Երևան-Բաթումի ճեպընթաց մարդատար գնացքը։ Գնացքը Վանաձոր կժամանի 19:42 րոպեին, կմեկնի 19:47-ին։ Բաթումից կշարժվի 15:35 րոպեին, Երևան կժամանի 2:50-ին։ Ապահովված է ճամփորդելու համար անհրաժեշտ հարմարություններով։ Վագոնները վերանորոգված են եւ հարմարավետ։ Ժամանցը կազմակերպելու համար առկա է Wi-Fi։ Նախատեսվում է նաեւ հյուրասիրություն։ Պլասկարտ վագոնը տեղափոխում է 54 ուղևոր, կուպեն եւ բարձրակարգ կուպեն 36, իսկ SV-ն նախատեսված է 18 ուղևորի համար։ Դրամարկղերը աշխատում են շուրջօրյա, գործում է գնային ճկուն համակարգ, ընդհուպ մինչև 18% զեղչ։ Ըստ հունիս ամսվա գնացուցակի Պլասկարտ վագոնը արժի 8110 եւ 8780, դա վերև ներքևի տեղերի արժեքն է։ Կուպեի վագոնները ուրեմն 11820 եւ 12730, նույնպես էլի վերև ներքև։ Բարձրակարգ կուպեները, որը կոչվում է Повышенный комфортности, 13700 եւ 14360 ու SV վագոնները 21330։ Անցած տարի գնացքը կանգնում էր Մախինջաուրի կայանում, այս տարի արդեն շարունակելու է դեպի Բաթումի։ Մանկական տոմս է հասնում 5-ից 10 տարեկան երեխաներին։ Ընտանիքում 2 եւ ավելի երեխաներից մեկի տոմսն անվճար է։ Անվճար է նաեւ մինչև 5 տարեկան երեխայի ուղևորավարձը։ Մանուկների համար նախատեսվել է հունիս ամսվա գնային հետեւյալ համակարգը։ Մանկական տոմսի արժեքը մինչև Բաթում կայարան Պլասկարտը 5500, կուպեն 7160, բարձրակարգ կուպեները 8560 եւ SV-ն 12770։ 2015 թվականին գնացքից օգտվել է 2250 ուղևոր։ Ըստ Վանաձոր կայարանի մեկնակայանի պետ Արմեն Ղուլինյանի 2014 թվականի համեմատ 2015 թվականին ուղևորների թիվը նվազել է։ Հերմինե Այվազյան, Կամոծ Ատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։ Օրերս Լոռու մարզի ստեղծագործողներից Հայաստանի գրողների միության անդամներ են դարձել գրականագետ Վալերի Փիլոյանը, բանաստեղծուհիներ Ռուզաննա Հովասապյանը եւ Վեներա Վարդումյանը եւ արձակագիր Արթուր Միկոյանը։ Շնորհավորում ենք գրողների միության նորընծա անդամներին, մաղթում ստեղծագործական բեղուն աշխատանք եւ հաջողություններ։ Բանաստեղծուհի Ռուզան Հովասապյանի հետ զրուցել է իմ գործընկեր Հերմինե Այվազյանը։ Տիրամոր պես ծնկի չաբարիս արջև, խաչել էին միամորիս ոսկե գանգուր, ու կամերի արձագանք ներ շամպրոտում դեռ լռությունը հեռուների ու ճիչս խուլ։ Բայց փայում էր տեսիլքի պես ջերմակաթույր, մի թղթեղեն ու քնքշենի մխիթարանք, չգիտեի պատան է այն, թե հարություն, չգիտեի, թե ում սիրտն է իր գրչի տակ։ Գրականությունը, պոեզիան հավերժական են ինչպես կյանքը, եւ այդ հավերժական ընթացքի մեջ անverջ հայտնվում են նորերը, նոր ցկտումներով, նոր հույսերով, նոր ապրումներով։ Հայաստանի գրողների միությունն օրերս համալրվեց նոր անուններով, որոնք եթե նույնիսկ մեր գրականության ապագան չեն, ապա գոնե նրա հավերժական ընթացքն ապահովող անուններ են, սակայն շատ ազնիվ ու գեղեցիկ է հուսալ, որ նրանք մեր գրականության հենց ապագան են։ Բանաստեղծուհի Ռուզան Հովասապյանը Հայաստանի գրողների միության նորընծա անդամներից է։ Հարգելի Ռուզան, օրերս դարձար գրողների միության անդամ, քեզ չի զարմացնում, որ Արևմուտքում, ԱՄՆ-ում, աշխարհի շատ այլ երկրներում չկա գրողների միություն, ուրեմն ինչ է գրողների միությունը քեզ համար, հավելյալ տար կամ զգացողություն, պատասխանատվություն, անվանի դառնալու հեշտ ճանապարհ գուցե։ Պատասխաններից մեկը, թե ինչու Արևմուտքում չկան գրողական կազմակերպություններ, իմ համոզմամբ այն է, որ թեև այնտեղ չկա այդպիսի կառույց, սակայն առկա է գրող ընթերցող միություն կապը։ Այս երկու մարմինները իրարից անբաժան են, քանի որ կիսում են նույն հոգևոր հացը։
շատ կցանկանայի, որ հայ գրողն ու ընթերցողը նստեին ու սեղանի շուրջ։ Իսկ գրողների միության անդամություն ինձ համար բացառապես հնարավորություն է զգալ ինքս ինձ այդ ընտանիքի անդամ եւ որպես այդպիսին հաղորդակցվել իմ գրչակից ընկերների հետ։ Ինչ է պոեզիան քեզ համար, հույս, միտք, թե մեկ այլ բան։ Գիտես, եթե քեզ չի ներշնչում քո կողքի ծառը կամ հեռավոր Աֆրիկայի արմավենին, ապա մտքի ամենազոր արագությունը ոչնչով չի կարող օգնել։ Հետևաբար, իմ կարծիքով պոեզիան ի սկզբանե հույս է։ Բանաստեղծ Խորեն Գասպարյանը Ռուզան բանաստեղծուհուն նկատել է, երբ 2013 թվականին լույս տեսավ Ռուզանի առաջին նախանվագներ ժողովածում։ Եթե ասեմ ինքնատիպ են, սովորական բան ասած կլինեմ։ Եթե ասեմ հետաքրքիր են, էլի սովորական եւ ընդհանուր խոսքեր ասած կլինեմ։ Ռուզանի բանաստեղծությունների մեջ մի արտառոց բան կա, լավ իմաստով արտառոց։ Այդ արտառոցության մեջ ասեմ կա այսպես ասած ոչ սահունություն եւ դա լավ իմաստով ոչ սահունություն, այսինքն նա չի հղկում, չի դարձնում ինչ որ հեշտ ընթերցվող, հեշտ կարդացվող իր տողերը։ Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, թե ինչ որ չմշակված տողեր են դրանք, բայց այդ չմշակվածության արդեն այս դեպքում ճակերտավոր չմշակվածության մեջ խորք կա եւ հենց մշակվածություն։ Ինչ է պոեզիան քեզ համար, հույս, միտք, թե մեկ այլ բան։ Գիտես, եթե քեզ չի ներշնչում քո կողքի ծառը կամ հեռավոր Աֆրիկայի արմավենին, ապա մտքի ամենազոր արագությունը ոչնչով չի կարող օգնել։ Հետևաբար, իմ կարծիքով պոեզիան ի սկզբանե հույս է։ Լավ, գրողների համար, բանաստեղծների համար առավել եւս ընդունված է ասել, որ նրանք զգում են բառը, ապրում են բառով։ Արդյոք այդպես է։ Իմ կարծիքով բառը լսելուց, բառը զգալուց եւ ապրելուց զատ, գուցե նաեւ առավել պետք է լսել բառը, նույնիսկ տեսնել նրան, լսել նրա առաջին ճիչը, որ ոչնչով չի տարբերվում քարանձավաբնակի ճիչից։ Եվ միայն իր արձակողին է հասու հասկանալի, եւ որպեսի այդ ճիչը նաեւ ընթերցողինը դառնա, բանաստեղծը սկսում է թարգմանել նրան այնպիսի մի լեզվով, որով սկսած Հոմերոսյան ժամանակներից մինչ օրս ոչով չի թարգմանել։ Մեր ժամանակի լավագույն բանաստեղծներից մեկի հետ հենց լսարանում դա եւ պարտավորեցնող է եւ ինչ որ առումով վտանգավոր եւ ես իմ դասերին դա զգացել եմ, որտեղ հաճախ էր պատահում, որ ընդհանուր լեզվաբանության դասից ստիպում էր բանաստեղծական մտածողությունը շեղումներ կատարել, բանաստեղծական մտածողության առկայությունը լսարանում թելադրում էր նաեւ լեզվաբանությունը վերածել լեզվափիլիսոփայության, լեզվափիլիսոփայությունն էլ կենսափիլիսոփայության, ընդհանուր մինչև տիեզերափիլիսոփայություն եւ դրան մասնակից էր լինում ամբողջ կուրսը այս կամ այն չափով նաեւ դուք։ Ոչական երանգներում իր գունախավերում խճանկարային ամբողջ որմնանկարային չգիտեմ ես ինչպես ասեմ, սակայն ել եմ ասում, որ ինքը դեռ բաներ ունի տեխնանքի տեղեր ունի, աշխատելու տեղեր ունի, որը ինձ թվում է վերջին գործերը նայեցի, բայց տարավոր նորից աշխատի, ինքը արդեն իր քննադատն է նաև դարձել։ Ինքնաբուխ բառաբանության քրմուհին է Ռուզանը, որքան կախարդական ու հեքիաթային, նույնքան էլ առօրյա ու սովորական։ Գունախաղերի ոճային նրբերանգներով ինքնահոսությունը լիուլի հաղթահարած, սովորական դեռևս ոչ արհեստավար, խոհաքնարական իր ողջ էությամբ բանաստեղծ կոչվելու ճանապարհին է ահա։ Նախախնամություն էր կարծես Ռուզանի Անդրանիկ նախանվագներ գրքում Ռեչա Սարուխանի այս գրախոսությունը։ Թորի հեռուստաընկերությունը շնորհավորում է քեզ գրողների միության անդամ դառնալու կապակցությամբ։ Ցանկանում ենք, որպեսզի դու քո բանաստեղծությամբ շարունակես ապրեսնել քո ընթերցողին, կտրես նրան միապաղաղ, հոգսաշատ առօրյայից։ Չմոռանամ շնորհավորել նաև քեզ մեկ այլ կապակցությամբ, օրերս դու հաջողությամբ ավարտեցիր քո մագիստրատուրան։ Ինձ համար մեծ պատիվ էր քեզ բացահայտել որպես լավ մարդ, որպես բանաստեղծուհի եւ ուսանողական սեղանի շուրջ քեզ հետ քննարկել այլ եւ այլ հարցեր։ Շնորհավորում ենք եւս մեկ անգամ քեզ։ Շնորհակալ եմ սիրել։ Ես թակ չեմ կրել։ Իմ պարտությունն է եղել թագուհու։ Քանի անգամ է կյանքն իմ անունը աճուրդի հանել։
բայց ես իմ ձեռքը երբեք չեմ մեկնել համբույր առնելու։ Իմ ջերմակ ձեռքը անկածին է լոկ ետևից տարել։ Եվ ծիծաղել է կյանքը ինձ վրա, ոնց է ծիծաղել, անամոթաբար կանչել մեկ արծաթ 30-100, բայց ես իմ ոսկին շպրտելու տեղ իրեն եմ թողել, ես թակ չեմ կրել, իմ հաղթանակն է եղել թագուհու։ Մի օր էլ մահը հավետ տարաժամ ինձ մոտ կվազի, և որպես վրեժ աճուրդի բեմին դու կլինես կյանք, ճակատագիրը երեսը շրջած մուրճը կզարկի, զի իմ անունը գնահատված է շատ ավելի թանկ։ Հանրապետությունում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները մեկ տեսաշարով կներկայացնեն Ազատություն TV-ի մեր գործընկերները։ Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող Արման Լազգյանի հայրը պնդում է, պետությունն այդպես էլ չհոգաց Գերմանիայում որդու բուժման ծախսերը։ Ողնուղեղային ծանր վիրավորում ստացած զինծառայողի հայրը Միքայել Լազգյանը Ազատությանն ասաց, որդուն Գերմանիա տեղափոխելու եւ բուժման մի մասի համար անհրաժեշտ 39,000 եվրոն հավաքվել է հիմնականում անհատների ու նաեւ որոշ պաշտոնյաների աջակցությամբ։ Մտահոգված է, որդու բուժումը կիսատ կմնա, եթե չվճարի երկրորդ փուլի համար անհրաժեշտ 60,000 եվրոն։ Պետությունը որպես այդպեսին գոյություն չունի։ Ինքի համար օրենք է հանում, ինքը այդ օրենքի հետև թաքնվում է, չգիտես թե խի ոչ օրենք անի, ոչ էլ օրենքից թաքնվեք։ Լավ, պիտի հավատանք, որ դուք օրենքի կետի համաձայն պետությունը բառից բուն իմաստով իր զինվորին չունի, ոչինչ բան անելու։ Չի արել փաստորեն ինչև էս Արմանին, ոչ մի բան։ Ովքեր որ արել են անհատներ։ Բայց առանց պետական աջակցության բառից բուն իմաստով, այսինքն պետությունը բառից բուն իմաստով ոչ մի բան չունի անելու իր զինվորի համար։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բազմիցս հայտարարել է, կառավարությունն իր վրա կվերցնի վիրավոր զինծառայողների արտերկրում բուժման ծախսերը այն դեպքում, եթե համապատասխան բժշկական եզրակացություն լինի, որ այդ բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել։ Ազգային ժողովն էլ դեռ անցած տարի էր առաջին ընթերցմամբ ընդունել արտերկրում պետության հաշվին զինծառայողների բուժման մասին օրինագիծը, որի հեղինակն ազգային ժողովի падգամավոր Էդմոն Մարուքյանն է։ Ազատության հետ զրույցում Մարուքյանն արձագանքելով զինծառայողի խոսքերին, որ բուժման առաջին փուլի համար գումարը հիմնականում նաև պաշտոնյաներն են իրենց գրպանից փոխանցել, ասաց, լավությունը լավ բան է, բայց դրա կարիքը չէր լինի, եթե օրենքը գործեր, պնդեց, Արման Լազգյանի դեպքում այն կարող էր կիրառվել։ Մենք ունենք ընդունած օրենք, որ եթե զինծառայողը ունի նման խնդիր, մենք չպիտի հույսներս դնենք, սպասենք, թե որ բարերարը կամ որ պաշտոնյան կաջակցի, հա, այսինքն պետք է մենք նորմը կիրարկենք։ Եվ իմ պահանջը, իմ հարցը վարչապետից դա է, որ եկեք այս նորմը կիրառենք եւ այս մարդկանց տեղափոխենք արտասահման բուժումը այնտեղ կազմակերպելու համար։ Այո, եւ նրանց թիվն էլ շատ փոքր է։ Եվ մյուս կողմից ես իրականում գիտեք, այս օրենքը ինչի ենք ընդունել, որ որևէ մեկը որևէ մեկին լավություն չանի։ Այո, լավություն անելը լավ բան է, բայց այն իրավիճակներում, երբ որ պետության դերը պետքա ֆիքսել, երբ որ պետության պոզիտիվ պարտավորությունը պետքա ֆիքսել, ցանկացած լավություն ավելի ցածր մակարդակի է իջեցնում պետության դերը։ Շուրջ 15 օր է ինչ Արման Լազգյանը բուժվում է գերմանական կլինիկաներից մեկում, հոր խոսքով դրական տեղաշարժն ակնհայտ է, այլևս շշուկով չի խոսում, ձայնը թեև ցածր է, բայց վերականգնվում է, սնվում է առանց կոկորդին ամրացված խողովակի, կարողանում է մոտ 15 րոպե նստած մնալ։ Պաշտոնական այն հայտարարություններին, թե նույն բուժումը նաև այստեղ է կազմակերպվում, հայրը հակադարձեց, սեփական փորձով համոզվեցի, որ տարբերությունը որակյալ դեղերը, գերժամանակակից տեխնոլոգիաներն ու հիվանդանոցներին հատկացվող պետական ֆինանսավորումն է։ Ամեն վիրահատություն արել են արտակարգ, իդեալական, անթերի, որևէ իրանց գերմանացիների խոսքով դաժե բառացիորը որ ցիտեմ, մեզ չեն թողել վիրահատական որևէ միջամտություն անենք։ Արդյունքում դու ունես ընտիր մասնագետներ, որոնք որ բացառիկ ունակությունների տեր են, հա, իսկ նրանք ունեն
տեխնիկան, տեխնոլոգիան եւ այդ որակյալ դեղերը խի մենք չունենք։ 19-ամյա Արմանի հայրն ասում է, որդին շուրջ 50 օրվա ընթացքում Էրեբունի բժշկական կենտրոնում 6 անգամ վիրահատվել է։ Արմանի հայրն այս օրերին Երևանում է բուժման երկրորդ փուլի համար անհրաժեշտ գումարը հայթայթելու համար նաև։ Ասում է տանն ամեն բան որդուն է հիշեցնում։ Սա բանա գնալուց առաջ Արմանը ժամացույցը հավաք է ու ռուսերեն գրած դակակա ռազնիցը նկատունելով ժամացույցը հետո քանդել ենք այս դեպքերից հետո ամեն դեպքում այս ժամը հանել են, որովհետև ոնց որ սա այսօրվա իրավիճակը բնորոշեց, էլի։ Այսօր բառս բուն իմաստով Ямар նշանակություն չունի օր, ամիս, ամսաթիվ, ժամ, րոպե, վայրկյան։ Չնայած պաշտոնական հայտարարություններին, թե Լազգյանի բուժումն իրականացվել է պետպատվերի շրջանակներում, Էրեբունի բժշկական կենտրոնից Ազատությանը հայտնեցին, որ չեն դիմել առողջապահության նախարարությանը պետպատվերի գումարից օգտվելու համար։ Իսկ բուժման ու վիրահատությունների համար ծախսվել է 5.320.000 դրամ։ Իսկ թե որքան էր պետության կողմից Արման Լազգյանին հատկացված պետպատվերի գումարը, առողջապահության նախարարությունից կոնկրետ պատասխան այդպես էլ չստացանք։ Միայն գրավոր հաստատեցին, որ հիվանդանոցից հայտ չեն ուղարկել պետպատվերից օգտվելու համար։ Աղստև գետի վարարման հետևանքով 3 գիշեր K-Energy փոքր հեկի պատվարը քանդվել է, ինչի հետևանքով մահացել է Վարուժան Գաբրելյանը։ Իջևանի Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Հայկ Սաղաթելյանի հաղորդմամբ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Դիտավան գյուղի բնակիչների որոնողական աշխատանքից հետո հայտնաբերվել է հեկի աշխատակցի դին։ Հենապատը մոտ 30 մետր փլուզվել է։ Առավոտյան ժամը 9:15 դիակը գտնվել է մոտ հիդրոէլեկտրակայանից մոտ 5 կիլոմետր ներքև եւ 10:15 դին հանվել է փրկարարների միջոցով։ Հիմա այս պահի դրությամբ աշխատում են քննչական ծառայությունը։ Փոքր հեկերը համարվում են քիչ ռիսկային, հետևաբար չեն անցնում անվտանգության պատշաճ փորձաքննություն, կարծում է Էկոլուր հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։ Բնապահպանը պնդում է, Տավուշում սողանքները շատ են, մինչդեռ հեկ կառուցողներն ուշադրություն չեն դարձնում, իսկ տեսչական մարմիններն աչք են փակում դրա վրա։ Հովիկ Աբրամյանի կարգադրմամբ արդեն մի տարի չի անցկացվում տեսչական ստուգումները, այնտեղ բացառություններ կան իհարկե, եւ գրված է բիզնեսի ավելի լավ, բարենպաստ գործելու համար։ Բիզնեսը պետք է գործի անպայման բարենպաստ մթնոլորտում, բայց վերահսկությունը պետք է լինի, եթե մենք բիզնեսի վերահսկողություն չենք իրականացնում։ Մենք ունենք այդպիսի դեպքեր եւ այդ դեպքը չեմ կարծում, որ դա վերջի դեպք է լինի։ Բնապահպանին հեկերից շատ անհանգստացնում է պոչամբարների խնդիրը։ Ասում է, եթե փլուզվեր որևէ պոչամբարի պատվար, վնասը բազմապատիկ կլիներ։ Իսկ պոչամբարների փլուզման վտանգ Զարաֆյանը նույնպես տեսնում է։ Շատ ավելի ծանր բան կարող է լինի, օրինակ պոչամբարների հետ կապված։ Մենք նոր վերադարձել ենք Սյունիքի մարզից եւ նայել ենք այդ տարբեր պոչամբարները եւ իմացել ենք, որ իրոք օրինակ Արցվանիկի պոչամբարը սկսել է տեղափոխվել։ Էկոլուր հասարակական կազմակերպության նախագահը լուծում է առաջարկում։ Պետք է մոնիտորինգ անցկացվել եւ անպայման պետք է պատասխանատվության կանչվեն եւ այդ մարդիկ, որոնք թույլ են տվել կոնկրետ խախտում եւ այն մարդիկ, որոնք ստորագրվել են այդ թույլատրվող այդպես կոչված փաստաթղթերի տակ։ K-Energy փոքր հեկին տված է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա մինչև 2032 թվականի դեկտեմբերի 24-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը մինչև 2017 թվականն է։ Ըստ պետրեգիստրի այն պատկանում է պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդուն Սևադա Քոքոբելյանին։ Հունիսի 8-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում կայացել է գեղանկարիչ Արտյոմ Բասենցու «Ինձնից մինչև ես» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը։ Արտյոմ Բասենցին ցուցահանդեսը նվիրել է տիկնոջը նկարչուհի Քրիստինե Ասլանյանին։ Բոլոր երեխաների նման Արտյոմ Խոյեցյանն էլ նկարիչ է եղել։ Իր մատիտներով, իր գույներով թերթերին խզբզել սիրող նկարիչ։ Իսկ երբ ոչ բոլոր մեծահասակների նման նա սկսեց աշխարհը տեսնել ոչ թե այնպիսին, ինչպիսին այն կա, այլ ինչպես ինքն է ուզում, Խոյեցյանը դարձավ Բասենցի։ Մատիտը վրձին ու յուղաներկ, իսկ թուղթը կտավ, անփոփոխ մնաց միայն նկարիչը։
Արտյոմ Բասենցին ահա այն մարդը, ով աչքով տեսավ ամենակարևորը, մյուսների համար անտեսանելին, կրկին կարիք զգաց կիսվելու իր նմանների հետ, փոխանցելու նրանց ոչ թե նայելու, այլ զգալու նկարչությունը։ Ինքը ամուր հենված է ու կարճած է իր արմատներին, ինքը ապրում է ազգով, ազգի հոգսով, ազգի ծնունդով, ու այդ ամեն ինչը երևում է իր նկարների մեջ, իր գույների մեջ, այդ հույսը, այդ համար այդ համբերատար այդ դժվարությունները հաղթահարելու այդ ուժը երևում է իր նկարների մեջ, եւ շատ ուրախ եմ այսօր։ Ամեն իր նոր ցուցահանդես, դա բոլորիս համար մի նորություն է, եւ իհարկե ոգեշնչվում ենք եւ կիսում ենք այդ ուրախությունը Բասենցի, եւ կարելի ասել այս ցուցահանդեսը մի նոր ֆորմատ էր, ամեն նկար խոսում է իր ձևով, ճիշտ է Բասենցին իր ոճի մեջ է, գովելի է, ուրախալի է եւ իհարկե ողջունելի է։ Ընտրելով անսահման մի տարածություն, որտեղ ծնվում են բոլոր ճշմարտություններն ու մեռնում է կեղծիքը, Արտյոմ Բասենցին այն անվանեց ինձնից մինչև ես եւ սկսվեց ոչ թե աննպատակ թափառումի, այլ գիտակցված որոնման շրջանը։ 44 աշխատանքներ էին ներկայացված, որոնք ավելի ճշմարիտ էին, քան իրականությունն է, որովհետև ծնվել էին հոգուց ու հղկվել հոգով։ Աշխատանքները վերջին գերակշռող մասը, մեծ մասը, վերջին մի տարօրկեսվա գործեր են, կան մի 5-6 գործ, որոնք տարբեր թվականների իմ ամենասիրելի գործերն են իմ անձնական կոլեկցիայից, 12 թվականից, 2009 թվականից, 2013-14 թվականից, իսկ հիմնականում 15 և 16-ի սկիզբ։ Մենք շատ ողջունելի ցուցահանդես ունենք այսօր, որովհետև իսկապես արդեն կայացած բավականին ինքնատիպ նկարիչ ունենք արդեն մեր քաղաքում, որը հստակ ու վստահ եմ նաև հստակորեն ներկայացնելու է այս քաղաքի արվեստագետ հասարակությանը եւ իր գունային ընկալմամբ, իրեն ազատ մտածելակերպով եւ ամենակարևոր հանգամանքներից մեկը իր ազնիվ գեղանկարչությամբ այցեքարտ է դառնալու մեր քաղաքի համար։ Արտյոմ Բասենցին ես թատրոնից եմ ճանաչում։ Հրաշալի ձևավորումներ է արել մեր թատրոնում։ Շատ լավ մասնագետ է։ Մենք բոլորս իրեն սիրում ենք։ Որպես անձնավորություն եւ որպես մասնագետ ներկայացումները հենց որ հանձնում ենք, առաջին հերթին ես նայում եմ ձևավորմանը եւ հիանում եմ։ Բասենցին այլևս մեկ ամբողջություն է իր հողի, իր արմատի ու ընտանիքի հետ։ Ամուսնության 10-ամյա տարեդարձը սիրելի կինն ու զավակները արժանի են հենց այսպիսի նվեր ցուցահանդեսի։ Անակնկալը, եթե դիպուկ է արվում ու մանավանդ հոգու ունդերքից, ունակ է հուզելու։ Ես անակնկալի մասին ոչինչ չգիտեի։ Լրիվ անակնկալ էր սա ինձ համար, շատ հուզված եմ, շատ հպարտ եմ, որ ունեմ նման ամուսին, նման արվեստագետ ամուսին։ Իր նկարները բոլորը ինձ դուր են գալիս, բայց կան նկարներ, որ ավելի շատ եմ սիրում։ Իր նկարությունն ինձ հարազատ է դարձել։ Ես նկարում եմ լրիվ ուրիշ ոճով, բայց ինքը ես նկարում եմ դեկորատիվ, իսկ ինքը նկարում է դեկորատիվ աբստրակտ, բայց աբստրակտն էլ արդեն դարձել է ինձ հարազատ։ Ես խելոք եմ, իմ վրա չի ջղայնանում, բայց որ եղբորս հետ խաղում եմ, չարություն ենք անում, դրա վրա ջղայնանում եմ։ Ես վաղ եմ, որ իմ հայրիկը լավ նկարիչ է։ Կարելի է լինել գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ։ Բալզակի խոսքերն են։ Բասենցու պարագայում խոսքն առավել քան ճշմարտություն է։ Նրա առանձնահատկությունը, ինչպես արվեստի գիտակներն են փաստում, համարձակությունն է, ամուր ձեռքն ու գույների հետ հարգանքով վերաբերվելու շնորհքը։ Նա դիտողին չի արգելում լիարժեք ու յուրովի ճաշակել իր նկարչական գաղափարները։ Ով սավառնել չգիտի, Բասենցին սովորեցնում է։ Տալիս է թևերն ու ասում է թռիր քո հայրենի երկրի, քո սուրբ օջախի, քո սեփական եսից մինչև ես ընկած երկնքի վրայով ու սիրիր աշխարհը։ Շնորհավորում եմ հրաշալի աշխատանքները։ Արտյոմ Բասենցին այսօր մեզ ապացուցեց, որ տքնաջան աշխատանքի, նվիրվածության եւ տաղանդի հաշվին կարելի է հասնել այս արդյունքը։ Ես ինձ իրավունք եմ վերապահում
նման խոսքեր ասել, որովհետև 2-3 տարի առաջ Արտյոմը այլ գործերի հեղինակ էր եւ այսօր ինքը ունի արդեն լուրջ աշխատանքներ, լուրջ գործեր, գլուխ գործոցներ։ Այս ամբողջ ցուցահանդեսի ընթացքում նայում ես ընտիր հասարակությանը, մեր քաղաքի լավագույն մտավորականության արվեստի գործիչներ եւ այլը, նրա արվեստի ամենամեծ գնահատականը այս հասարակության ներկայացուցչական կազմն է, որովհետեւ դա նշանակում է, որ արդեն քննություն է բռնել, քաղաքում քննություն է բռնել, բոլոր արվեստասեր մարդիկ այսօր եկել են շնորհավորել եւ ուրախությամբ այս տոնակատարությունը, որ նվիրված է նրա տիկնոջ հետ նրանց ամուսնության 10-ամյակին նրա հետ կիսելու։ Ասեմ, որ կինն էլ Քրիստինե Ասլանյանը եւս իմ ուսանողն է եղել եւ ես հպարտ եմ, որ նրանց կյանքի մի փոքր հատվածը ես եմ ղեկավարել ու նրանք այսօր ասես քաղաքի շուք ու դեմք ու շնորհք են հաղորդում։ Հրայր Հակոբյան, Սյունե Ամիրխանյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։ Հաջորդ մշակութային տեսանյութը ներկայացնում է իմ գործընկեր Հերմինե Այվազյանը։ Չկա ավելի սարսափելի իրողություն, քան ներկայում ապրող անցյալը։ Չմոռանալ անցյալը, անցյալի միամիտ սխալները չկրկնելով ապրել ներկան, որպեսզի ապագան խոստումնալից լինի եւ լուսավոր։ Վանաձորի կերպարվեստի թանգարանում հունիսի 10-ին բացվեց «Մարդը դեմ հանդիման բռնությանը. պատմությունից դեպի ժողովրդավարություն» versus ստուդիայի նոր նախագծի շրջանակում պատրաստված փաստագրական շարժական ցուցահանդեսը։ Նախաձեռնությունը ստուդիայի ղեկավար Տիգրան Պասկևիչյանինն է։ Հայերի 1946-49 թվականների մեծ հայրենադարձություն։ Ներգաղթողների հույսեր, բայց ուսախաբություն, գաղթ, բռնություն, հալածանք եւ ճշումներ։ Ստալինյան բռնապետության զարհուրելի ժամանակաշրջան իր ողջ դաժանություններով, խեղաթյուրված ճակատագրերով ահա թանգարանի այցելուների առջև է։ Ստալինի մահից հետո անմիջապես, երբ որ քիչ թե շատ ազատություններ սկսվեցին երկրում, մարդկանց մոտ առաջացավ ուրեմն միտքը նորից լքել Հայաստանը։ Եվ այստեղ մի վահանակ ունենք, այդ ջինսերով պատրաստված, կոկա-կոլաներով, բանով, դա խորհրդանշական վահանակ է, որը խոսում է նրա մասին, որ մարդիկ եւ մեծ թվով, ինչպես գիտեք, շատ-շատերը ուղղակի 60, 70, 80-ական թվականներին լքեցին։ Իրական դեպքեր ու դեմքեր, ականատեսը կամ ականատեսի ժառանգն ինքն է իր խոսքով պատմում ու գրում աչքի տեսածը կամ ականջի լսածը։ Վերջիններիս բանավոր վկայությունները լրացվում են ռուս եւ սփյուռքահայ պատմաբանների արժեքավոր միջամտություններով, արխիվային փաստաթղթերով, հայկական եւ ռուսական ֆոնդերի ձեռք բերված կինոխրոնիկայով։ Օգտագործված են նաեւ փաստաթղթեր, լուսանկարներ անձնական ընտանեկան արխիվներից։ Հատուկ անդրադարձ է կատարվել 1949 թվականի հունիսի 13-ից 14-ից զանգվածային ակստորին, որի հետևանքով ի թիվս բազմահազար հայերի Ալթայի երկրամաս ակստորվեցին նաև 1578 հայրենադարձներ։ Այս մարդիկ, ովքեր ակստորվեցին եւ հայրենադարձները եւ տեղացիները, այս մարդիկ ոչ միայն Երևանից էին։ Վանաձորից մեծ քանակի մարդիկ են ակստորվել, Գյումրիից շատ են ակստորվել, Ջաջուր կայարանը, որ ձեր երկու քաղաքների մեջտեղում ա եղել է հիմնական բազաներից մեկը այդ ակստորի։ Ցուցադրվեց «Ով հայրենիք» սառն ու անուշ վավերագրական ֆիլմը։ Ականատեսներին հայտնաբերելու եւ տեսագրելու համար Վերսուսի ստեղծագործական խումբը եղել է Սփյուռքահայ համայնքներում, ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան։ Նկարահանումներ են եղել նաեւ Հայաստանում եւ Ռուսաստանում։ Նկարահանումներին աջակցել է գերմանական DVV International կազմակերպությունը։ Պետք է ֆիլմ նկարահանենք արդեն արտագաղթի մասին։ Իրականում արտագաղթի process-ները սկսվել են անմիջապես Ստալինի մահվանից հետո 50-ական թվականներին եւ առաջին մարդիկ սկսել են արտագաղթել արդեն 60-ականների առաջին կեսերին։ Նախագծի նպատակն է լույս սփռել ոչ հեռավոր անցյալի կարևորագույն մի իրադարձության մեծ հայրենադարձության վրա, հասարակությանը միաժամանակ հնարավորություն տալով զգալու սովետական բռնատիրության պայմաններում կյանքի անհարմարություններն ու մարդու կրած տառապանքը։ Տխուր է, տխուր, սիրտ ճմլող, հիշողությունների մեջ գցող, դառը օրերի հիշողությունները։ Մեր պատմությունն է։ Մենք, մեր երեխաները պիտի իմանանք մեր պատմությունը։ Հիմա ես նորից վեր եմ հիշում իմ եւ իմ հարազատների անցած ուղին։ Առաջին անգամ ցուցահանդեսը բացվել է Գյումրու ստիլ պատկերասրահում հունիսի 3-ին։ Կերպարվեստի թանգարանում ցուցահանդեսը կհանգրվանի մինչև հունիսի 15-ը։ Մի բան էր գրած, սիրտս լեցվեց, ուզվեցի, որդին հոր ասում է, հայրիկ, բայց ինչու, ինչի համար, չէ՞ որ մենք եկել ենք մեր հայրենիքը, քո հայրենիքը, որպեսզի ապրենք։ Ահա որ է, ու նրանք հավատալով Ստալինի մարդկայի մեծությանը տեսնում են, որ ահա որ մի բան է, սարսափելի բան է, այսպիսի բան թող երբեք չկրկնվի։ Այստեղ ըստ էության մարդկանց մասին ու ճակատագրին չես նախանձի։ Օրինակը բերեմ մեր թաղի վրա, որտեղ կային հայրենադարձներ, չէ,
մենք ասենց փոքրիկ երեխաներով վազում ենք եւ իրանց մեծերից լսելով ասում ենք աղբար ու երբեք չենք պատկերացնում, որ դա իրանց սրտին, իրանց չարչարանքներից, որ կրած է դժվարություններից այդ լրացուցիչ հարված ենք հասցնում մենք մեր այդ մանկական բերանով։ Հայաստան սառն ու անուր սառը դա այդտեղ ակնարկ կա դիակի սառնության վրա, օտարության վրա, որ այդ մարդիկ եկել են ջերմությամբ, բայց հանդիպել են սառնությանը։ Թեմայի ուսումնասիրությամբ versus ստուդիան զբաղվում է 2010 թվականից։ 2012-ին հանրության արդեն ներկայացվել է «Անծանոթ իմ հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը, որը ցուցադրվել է նաև արտասահմանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ Հերմինե Այվազյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։ Այժմ ծանոթացեք Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից սահմանված տարադրամի փոխարժեքին։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է հետևյալ եղանակային պատկերը։ Հանրապետության տարածքում հունիսի 13-ից 15-ը սպասվում է առավելապես առանց ձեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 7 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժ գնացում 20-ից 25 մետր վարկյանում։ Օդի ջերմաստիճանը 11-ին էապես չի փոխվի, 12-ից 15-ը կբարձրանա 5-ից 7 աստիճանով։ Սրանք էին շաբաթվա առավել կարևոր եւ հետաքրքիր իրադարձությունները, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։